Լյամբլոզը համարվում է աղստամոքսային տրակտի հիվանդություն, այն համարվում է աղիքային վարակ։ Լյամբլյաները աղտահարում են մեր աղստամոքսային տրակտի միջին հատվածը, ապրում են 12 մատնի աղիքում, մեր լեղուղիներում, լեղապարկում եւ ամբողջ աշխարհում նրա տարածվածությունը բավականին մեծ է։ Խոսենք նաև վարակման ուղիների մասին, ինչ ճանապարհով մենք կարող ենք վարակվել։ Լյամբլոզով վարակվում ենք, երբ մենք օգտագործում ենք սննդամթերք, որոնք վարակված են լյամբլիայի ցիստաններով, հատկապես դա այն մթերքներ են, որոնք թերմիկ մշակում չեն անցնում, բանջարեղեններ, մրգեր եւ իհարկե մեր ձեռքերի միջոցով, որոնք վարակված են լինում, որոնք իրենց վրա կրում են այդ լյամբլիայի ցիստանները։ Ինչպես է այս հիվանդությունը արտահայտվում, կլինիկական դրսևորումների մասին խոսենք նաև։ Լյամբլիայի կլինիկան կարող է ընթանալ ինչպես սուր, քրոնիկ, այնպես էլ լատենտ ձևով։ Շատ հաճախ այն կարող է նաև առանց որևէ կլինիկական նշանների ընթանալ։ Նման դեպքերում ինչ է դիտվում, կարող է դիտվել ուղղակի երկարատև լուծ, որը կարող է դիտվել առանց լորձի եւ արյան եւ ընդ որում առանց ինտոքսիկացիայի երևույթների։ Սուր շրջանը հաճախ կարող է անցնել անմիջապես քրոնիկ շրջանի եւ հաճախ երեխաների մոտ դիտվում է այս քրոնիկ ձևը, երբ երեխաները կորցնում են իրենց քաշը, վատ են սնվում, նյարդային գերլարվածություն է դիտվում նրանց մոտ, դյուրագրգռվածություն է լինում եւ շատ հաճախ լյամբլոզ ունենում է իր մաշկային արտահայտությունը, որոնք կարող են դիտվել ատոպիկ դերմատիտների, էկզեմատիզացիաների ձևով կարող են նրանք դիտվել երեխաների մոտ շատ հաճախ եւ ընդ որում նշեմ, որ պսորիազների դեպքում նույնպես պետք է ստուգել լյամբլոզը, որը նույնպես աղտածնության մեջ պարտադիր հետազոտությունների թվին է պատկանում։ Կցանկանամ նաև նշեք, թե ինչպես է ախտորոշվում այս խնդիրը։ Ախտորոշումը կատարվում է կղանքում ցիստաների հայտնաբերմամբ, արյան մեջ հակամարմինների հայտնաբերմամբ եւ իհարկե դուոդենալ արտազատկում նույնպես այն կարող է հայտնաբերվել։ Ինչպես է իրականացվում բուժման փուլը։ Բուժումը դա բավականին լուրջ բուժում է եւ ինքնաբուժությամբ պետք չէ զբաղվել, քանի որ այստեղ մենք ունենք երրետապանի բուժում։ Առաջին этаպում իհարկե պետք է նշանակել համապատասխան դիետա, նշանակում են ֆերմենտներ, երկրորդ этаպում նշանակում են կոնկրետ հակապարազիտային միջոցները եւ երրորդ этаպում իհարկե նշանակվում են արդեն իմունոմոդուլյատորներ, պոլիվիտամիններ եւ այլն։ Ամենատարածված մթերքը, որ պարազիտակության դեպքում կարող եք օգտագործել, դա սխտորն է, որ իր մեջ պարունակում է ալիցին եւ դդմի կորիզը, որ իհարկե շատ ավելի ակտուալ է տափակ ворթերի դեպքում, մենք նշանակում ենք, ինքը նաեւ հանդիսանում է ցինկի աղբյուր։ Մի մոռացեք հետևեք ձեր անձնական հիգիենային եւ անպայման հատկապես այս ամռան ամիսներին ճիշտ կլինի, որպեսզի դուք ստուգվեք պարազիտակության հանդեպ։ Եղեք առողջ եւ տեղեկացված։ Շնորհակալություն։